Այսօր արցախցիներին համար ստեղծել են այնպիսի իրավիճակ, որ արցախցիները թողնեն ու արտագաղթեն Հայաստանից։ Վերադարձի մեր իրավունքը անկախտելի է, այս խնդիրը բերելու է ավելի խորացման, Ղարաբաղցի հայաստանցի ջրբաժանմանը, որի հեղինակները հենց այս իշխանության ներկայացուցիչներն են։ Իրենք ինչպես Արցախն էին դիտում բեռ, հիմա փորձում են արցախցիներին ներկայացնել որպես բեռ։ Տարբերությունը մեծ հաշվով Ալիևի վարած քաղաքականության արցախցիների նկատմամբ եւ Հայաստանի օրվա իշխանությունների գրեթե չեն տարբերվում, թե Մինսկի խմբի լուծարումը, թե հայցերի հետ քաշումը, թե սոցիալական այս ծանր իրավիճակ ստեղծելը արցախցիների համար, այս բոլորը միտված են, որ Արցախի թեման փակեն, այդ հայցերի հետ քաշումը, թե գույքային իրավունքն է ոտնահարում, թե մեր վերադարձի իրավունքը, թե մեր պատմամշակութային ժառանգության պահպանման իրավունքը։ Նիկոլ Փաշինյանը ոչ թե հակաարցախյան քայլեր է անում, այլ հակահայ քայլեր է անում։ Հայաստանի իշխանությունները օժանդակել են Արայիկ Հարությունյանի հրաժարականին, որովհետև նրանք հասկանում էին, որ պետք է վերջում գիտեին ինչ է լինելու եւ վերջում պետք է մեղավորներ նշանակեին, եւ շատ ու շատ մարդիկ այնտեղ գտնվող ունեին այն ինֆորմացիաները, որոնք այս իշխանությունները չեն ցանկանա, որ այստեղ բարձրաձայնվեն եւ դրա համար սրանք մատները մատներին չեն դնում այդ մարդկանց հետ բերելու համար։ Շաբաթ օրը արցախցիները մեծ հանրահավաք են կազմակերպում Երևանում։ Հայաստանի իշխանություններն ընդհանրապես չեն խոսում Արցախի ու արցախցիների վերադարձի հնարավորության մասին։ Բարև ձեզ, ես Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր ինչու է Երևանը հրաժարվում անգամ հումանիտար իրավունքի բարձրաձայնումից։ Արցախի հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյան, բարի գալուստ կիզակետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Գալստյան, սկզբից էլ սկսենք, հա, հանրահավաք է նախաձեռնված, արցախյան կազմակերպություններն են նախաձեռնողը, որքանով տեղյակ եմ։ Ի պաշտպանություն, այսպես է վերնագիր, ի պաշտպանություն խախտված իրավունքների։ Ինչ իրավունքների մասին է կոնկրետ խոսքը, ինչպես է դրանք խախտել Հայաստանի կառավարությունը, ասես։ Օգտվելով առիթից նախ կուզենայի բոլոր ոչ միայն արցախցիներին, այն բոլոր մարդկանց, ովքեր մտահոգված են Արցախի ճակատագրով, արցախցիների ճակատագրով, դուրս գալ ազատության հրապարակ եւ իրենց խոսքը ասել իրենց ներկայությամբ այս իշխանություններին, որպեսզի թույլ չտանք իրոք ոտնահարվեն մեր իրավունքները։ Իսկ թե ինչ իրավունքներ է, դա մեկը չէ, երկուսը չէ, հերթով կթվարկենք, տեսեք, բոլորս գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունը եղել է արցախցիների անվտանգության երաշխավորը։ Այսօր արցախցիներին համար ստեղծել են այնպիսի իրավիճակ, որ արցախցիները թողնեն ու արտագաղթեն Հայաստանից։ Քանի որ տեսեք, խոսքը գնում է մեր վերադարձի իրավունքից, բառ անգամ չեն խոսում եւ երբ որ իրենց ուղակի հարց են տալիս, նրանք տեսնում ենք, որ աղավաղված, լղոզված պատասխաններ են հնչեցնում, իբր ինչ պայմաններում, այն պայմաններում, ինչ արցախցիներն են ուզում վերադառնալ, այդ պայմաններով չի լինի եւ այլ որևէ տարբերակ չեն առաջարկում։ Իսկ վերադարձի մեր իրավունքը անկախտելի է եւ ընդհանուր միջազգային հանրությունն է տարբեր առիթներով խոսում, վերջերս Շվեյցարիայի Ստորին եւ Վերին պալատը ընդունեց բանաձև, որ պետք է կազմակերպվի համաշխարհային համաժողով, որտեղ ներկայացված լինեն արցախցիները եւ խոսեն իրենց վերադարձի իրավունքից։ Այս իշխանության կողմից ոչ ողջունեցին այդ բանաձևը, ոչ ընդհանրապես անդրադարձան, իսկ երբ որ իրենց հարց են ուղում, նրանք տեղյակ էլ չեն իբր թե Շվեյցարիայի Ստորին պալատի ընդունելուց հետո իբր տեղյակ էլ չեն, որ նման բանաձև է քննարկվել եւ ընդունվել, խախտված է մեր առօրյան սոցիալական խնդիրներ կան նաեւ, օգնություններ, ծրագրեր, դրանում ինչ-որ փոփոխություններ են լինում, որքանով տեղյակ եմ, հա։ Դեկտեմբերին կառավարությունը կատարել է այդ փոփոխությունը, 40 գումարած 10-ը սարքել 50, այլևս չի առանձնացրել այդ գումարները եւ այն անձիկ, ովքեր բնակարան ունեն Հայաստանում, դուրս են մնացել այդ ծրագրից, նրանք մինչև այդ 10,000 դրամները ստանում էին, 40-ը չէին ստանում, քանի որ 40-ը բնակվարձի փոխհատուցում է, իսկ 10,000-ը կոմունալների փոխհատուցում։
Եվ մի հատված դուրս է մնացել, ովքեր բնակարան ունեին, սեփականություն ունեին գրանցված իրենց անունով Հայաստանում, ապրիլի 1-ից փորձում են սարքել 40,000, այդ 50,000 եւ շահառուների քանակը կրճատել։ Էլում հանեն այսինքն Ոչ թե հանեն, բոլորին հանում են, թողնում են միայն անչափահաս երեխաներին, թոշակառուներին եւ հաշմանդամություն ունեցող անձանց առաջի, երկրորդ խմբի։ Այսինքն 50%-ից ավելին կարելի է ասել, փորձում են կրճատել։ Եվ այս պարագայում, երբ որ այդ գումարները մեծ հաշվով արցախցիները չեն էլ տեսնում, հենց ստանում են միանգամից տան վարձեր են փոխհատուցում եւ եղել են դեպքեր, երբ որ ուշացումներ է եղել այդ գումարների վճարման, խնդիրներ է առաջացել վարձատու վարձակալ հարաբերություններում եւ կտրելով սա սրանք փորձում են ել ավելի խորացնել այդ խնդիրը միջադեպեր են լինելու մարդկանց տնից պետք է դուրս անեն, քանի որ այդ մարդիկ էլ իրենց ծախսերն են պլանավորած եւ հաշվի առնելով, որ տներ ունեն վարձով տված եւ այս խնդիրը բերելու է ավելի խորացման Ղարաբաղցի հայաստանցի ջրբաժանմանը, որի հեղինակները հենց այս իշխանության ներկայացուցիչներն են։ Որն է, տեսեք, եւ անվտանգության մասով մի մեջբերում անեմ ու շարունակենք, տեսեք, նպատակի մասին, եթե խնդրեմ կասեք, այս հարցից հետո օրինակ ինչու եւ անվտանգային մասով վերադարձի եւ սոցիալական մասով, կոպիտ, եթե չեք նպաստում, չեք ուզում վերադարձին, գոնե այնպես անենք, որ մնան այստեղ, չէ՞։ Հիմա տեսեք, ծրագրում կառավարության, որով Փաշինյան եկել է իշխանության, ու դեռ շարունակում է այդ ծրագրում, գրված է հստակ, որ արցախցիների իրավունքների պաշտպանություն այնտեղ ավելի բաներ կար, հա, Հադրութի եւ այլն վերադարձ, Շուշի, դեօկուպացիա։ Հիմա խաղաղության այդ համաձայնագրում Արցախի մասին ատար չկա ընդհանրապես վերադարձման եւ ընդհանրապես ԿՊԱ-ականներ, օրինակ Արսեն Թորոսյանը հանրայինի եթերում այն ուղիղ հայտարարեց, որ դա վերադարձը, ասեք միջազգային հումանիտար իրավունք է, դա Արցախը անջատելու մասին չէ, չպիտի լինի Հայաստան-Ադրբեջան բանակցության օրակարգում, թող ես չգիտեմ ոնց թող լինի այդ հարցը, այս ամեն ինչի նպատակը սա ինչ է։ Նպատակը այն է, որ իրենք ինչպես Արցախն էին դիտում բեռ, հիմա փորձում են արցախցիներին ներկայացնել որպես բեռ եւ կա ասացվածք, չէ, չկա մարդ, չկա խնդրեմ, այդ սկզբունքով են շարժվում։ Ալիևն էլ էր Արցախում այդ սկզբունքով շարժվում։ Դե իսկ տարբերությունը մեծ հաշվով Ալիևի վարած քաղաքականության արցախցիների նկատմամբ եւ Հայաստանի օրվա իշխանությունների գրեթե չեն տարբերվում եւ տեսեք, երբ որ արցախցիները համախմբված կարողանան բնակվեն Հայաստանում, որ պահպանեն վերադարձի իրավունքը, սա խոստում կա տված այս իշխանության կողմից, որ Արցախի թեման պետք է փակվի։ Դրա մասին է վկայում թե Մինսկի խմբի լուծարումը, թե հայցերի հետ քաշումը, թե սոցիալական այս ծանր իրավիճակ ստեղծել արցախցիների համար, այս բոլորը միտված են, որ Արցախի թեման փակեն եւ Արցախի թեման փակելու ամենահեշտ ճանապարհը ըստ իրենց ուղղակի արցախցիները չլինեն Հայաստանում։ Հա, որպես կոմպակտ չլինեն։ Տեսեք, նոր ակնարկեցիք խաղաղության պայմանագրի կետերից մեկը հենց որ ավելի ուշ համաձայնեցվեց, հենց այդ միջազգային հայցերի հրաժարվելն է դատական։ Այստեղ մեծ մասը առյուծի բաժինը վերաբերում է Արցախին։ Օրինակ էթնիկ զտում ման մասին առանձին կար, վերադարձի մասին առանձին կար, վերադարձի մասին անգամ վճիռ կա դատարանի միջազգային, որը չի կատարել Ադրբեջանը։ Հիմա սրանով Երևանը չի փակում Բաքվին ընդհանրապես ապագայում պատասխանատվության ենթարկելու որևէ պատուհան ու դուռ եւ այս առումով հավանական համարվում է, որ արցախցիները արդեն անհատական որպես քաղաքացիներ անհատական գանգատներով դիմեն միջազգային դատարաններ եւ դա կլինի թե ոչ։ Դե բոլորս գիտենք, որ անհատական հայցերը շատ ավելի թույլ է, քան պետական մակարդակով փաթեթային ներկայացրած հայցը, իհարկե լինելու են դեպքեր եւ ասեմ ավելին, այն իշխանությունները որը կփորձի փակի Արցախի հարցը, այն էլ Ադրբեջանի պահանջով, նա օրենքի առջև պատասխանատվություն է կրելու։ Միանշանակ նրանք ուղղակի այսօր շարժվում են իրենց իշխանությունը երկարաձգելու ուղղությամբ եւ հիշում եք Նիկոլ Փաշինյանի այն հայտնի հայտարարությունը, եթե ես չլինեմ վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա։ 18 թվին դեռ 18 թվական եւ նա գնում է այդ ուղղությամբ։ Այսինքն, եթե նա չի վարչապետ, ապա Հայաստանը վարչապետ չի ունենալու եւ տանում է կործանման Հայաստանը։ Մեծ հաշվով այդ մեսիջը այն ժամանակ շատերի համար
կարելի ասել մեծամասնության համար հասկանալի չի, բայց օրեցօր դա ավելի է հստակ դառնում, որ այդ մարդը հենց շարժվում է այդ ուղղությամբ, որ կործանի Հայաստանը եւ չլինի Հայաստան, որպեսզի իրենք դատ ու դատաստան չտեսնեն։ Իրենց կարճ մտածելակերպով, բայց պատմությունը հիշում է շատ ու շատ դեպքեր, երբ որ այո ծնվել են մարդիկ, որոնք ազգի համար վրեժ են լուծել, ազգի դավաճաններից, ազգի, այսպես ասած, կործանարար քաղաքական դեմքերից եւ այլն։ Հայցերի հետ քաշումը ձեր կարծիքով ինչ խնդրեմ է ստեղծելու։ Տեսեք, մարդիկ Արցախում բնակվողները 70%-ից ավելին գույքի սեփականություն են ունեցել դեռ սովետական կարգերից։ Այսինքն մեկը ես իմ ընտանիքը, որ ապրում էինք իմ պապական տանը, այդ տունը կառուցվել էր 72 թվականին։ Եվ այսօր այդ հայցերի հետ քաշումով նրանք այս բոլոր իրավունքները եւ այն պահանջները, որ կա Ադրբեջանի դեմ միջազգային հարթակներում, հետ են քաշում։ Այսինքն ոչ միայն վերադարձ, այլ գոնե փոխհատուցում դրամական չի կարող։ Բոլոր ոլորտներին վերաբերում է այդ հայցերի հետ քաշումը, թե գույքային իրավունքն է ոտնահարում, թե մեր վերադարձի իրավունքը, թե մեր պատմամշակութային ժառանգության պահպանման իրավունքը, այս բոլորը փաթեթով է, փաթեթավորած է, որովհետեւ այդ հայցերում գույքագրված է այն ամենը, ինչ կորցրել է հայ ազգը։ Դա Արցախը մենակ արցախցիներին չէր եւ դա բազմիցս ասել ենք եւ այսօր Նիկոլ Փաշինյանը ոչ թե հակաարցախյան քայլեր է անում, այլ հակահայ քայլեր է անում։ Հրաժարվելով Արցախից նա հրաժարվում է հայկականությունից։ Եվ դրա համար մեր կոչը, մեր հորդորը, մեր համաքաղաքացիներին, երկրացիներին այն է, որ դուրս գան փողոց, թույլ չտան, որ օրվա իշխանությունը խաղա արցախցիների հայի ճակատագրի հետ եւ փորձել ամեն ինչ անել, ձեռքը բռնել, որ թույլ չտալ գնալ այդ քայլերին, թույլ չտալ այնպիսի իրավիճակ ստեղծել, որ արցախցիները հուսալքվեն եւ թողնեն հեռանան Հայաստանից։ Պարոն Գալստյան, տեսեք, հայ իշխանությունները պարբերաբար ու տարբեր մակարդակներով, վերջին օրինակը երևի Ալեն Սիմոնյանն էր, արցախցիներին ինչ-որ մեղադրում են չկռվելու, մինչև վերջ չկռվելու մեջ, իհարկե փաստական տվյալները պարզ է, բոլորովին այլ բան են հուշում, քննարկելու թեմա էլ չի դա, կամ այլ գծով Բաքվի հետ չբանակցելու, կամ ժամանակը բաց թողնելու, ուշ բանակցեցիք, էլի, ուշ եւ դրանով Արցախը դուք կորցրեցիք, ոչ թե մենք, այսպես են։ Այ արդյոք սրա դեմն առնելու հարցում հենց արցախյան համայնք, արցախցիները իհարկե հայաստանցիները չեն ուշացել պահանջներ ներկայացնելու առումով, այ օրինակ այդ սպասվող հանրահավաքը ըստ ձեզ գլխավորապես սոցիալական է լինելու, թե քաղաքական պահանջներ, այսինքն ակտիվությունը դուք ինչպես եք գնահատում հենց ԱԺ պատգամավորների, նախագահ Շահրամանյան եւ այլն։ Թե սոցիալականը, թե վերադարձի իրավունքը, այդ բոլորը քաղաքականություն է, որը վարվում է այս իշխանության կողմից։ Եվ դա չի կարող քաղաքական չլիներ, քանի որ իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով կազմակերպվեց այս հանրահավաքը։ Եվ տեսեք, երբ որ ասում եք մեղադրում են այս կամ այն անձնավորությունները արցախցիներին չկռվելու մեջ կամ հայրենիք հանձնելու մեջ, հետ վերադառնանք 16 թվական, երբ որ նույն Ալեն Սիմոնյանը եւ նմանատիպ այսպես չակետներում ընդդիմադիր գործիչները իշխանություններին էին, չէ՞, մեղադրում 400 հեկտար հող հանձնելու մեջ, զոհերի մեջ։ Այն ժամանակ նրանք ընդդիմություն էին եւ մեղադրում էին իշխանությանը եւ այդ ֆոնի վրա իշխանությանը մեղադրելով այդ բոլոր խնդիրների մեջ եկան իշխանության։ Հիմա երբ որ իշխանություն են եւ հանձնել են 12000 քառակուսի կիլոմետր եւ 150,000 հայի ճակատագիր այսօր անորոշ է, նրանք մեղադրում են հանրությանը։ Այսինքն այս մարդիկ բոլոր ժամանակներում լինեն իշխանություն թե ընդդիմություն, մեղադրում են բոլորին բացի իրենցից։ Այսինքն այն լծակները, երբ որ 23 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սկսեց ցեղասպան իր գործողությունը Արցախի նկատմամբ, ինչ խոսած Նիկոլ Փաշինյանը։ Դա Ադրբեջանի ներքին գործն է, Հայաստանի Հանրապետություն չի խառնվելու, այսինքն հարված թիկունքից արցախցիների։ Եվ այդքանից հետո նրանք
երես ունեն ինչ որ մեկի մեղադրեն, կամ երբ սկսվեց ընդհանուր առմամբ Արցախի բլոկադան, երբ որ Նիկոլ Փաշինյանը եզակի միակ հայ ազգի առաջնորդն էր, որ ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս, որի մասին խոսում է Եվրոպա, միջազգային հանրությունը, դա էլ մենակ արցախցիները չեն ասում, որ այդ մարդը միակ ղեկավարն է, որ ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս։ Այդքանից հետո նրանք փորձում են արցախցիներին մեղադրել, դա մանիպուլատիվ հայտարարություններ է, որը չեմ կարծում, որ մեր հանրությունը այդքան միամիտ է, որ կհավատա այդ թեզերին, եւ ոչ իրենց իշխանության օրոք իրականությունը պարզ է դառնալու եւ իրական մեղավորները պատժվելու են բոլոր հարցերում։ Մանգասալ այդ օրերի մասին, իդեպ Արթուր Վանեցյանն էլ 2 օր առաջ խոսել, էլի մարդիկ են խոսել։ Իշմեք Երևանից ասում էին, որ մենք տեղյակ չենք ինչ է կատարվում, բայց մեջբերումներ արեց Արայիկ Հարությունյանից Վանեցյանը, որ Արայիկ Հարությունյանը ես չեմ կարողանում, Փաշինյանն ու Հայաստանի իշխանությունը չեն լսում։ Արայիկ Հարությունյանին էր մեջբերում Վանեցյանը, որ եւ ու պիտի հրաժարական տամ եւ ասել որ թե ինքը մնա Արցախը կորցնելու են, որովհետեւ շանս չկա, այսինքն ինքը հաշտ է եղել գնալու եւ Սամվել Շահրամանյանի գալու հետ։ Ու մանրամասներ էլի ներկայացել թե ինչ կար Վանեցյանը, թե ինչ կար այսպես կոչված են հրամանագրի տակ, իրականում կար թե չկար Շահրամանյանի հայտնի հրամանագրի լուծարման մասին։ Դուք այդ օրերի մասին ինչ կհիշեք, ինչ էր կատարվում իրականում։ Տեսեք, Արայիկ Հարությունյանը սկսած արդեն 20 թվականի նոյեմբերի 10-ից հետո մի քանի անգամ, եթե ոչ մի քանի տասնյակ անգամ խոսել է իր հրաժարականի մասին եւ երբ որ իրականում իր հրաժարականը թույլ կտար բանակցող փոխվեր եւ ինչ որ ձև բեկում մտցնել ընդհանուր բանակցությունների մեջ, Նիկոլ Փաշինյանը թույլ չէր տալիս եւ Արայիկ Հարությունյանը այդ ժամանակ, երբ որ իրեն ինքը ընդհուպ գիտեր, որ իր հրաժարականը պետք է եւ իր գնալով լույս կբացվի, գոնե թունելի վերջին լույսը կտեսնի արցախցին, նա հիմնավորում էր, որ Նիկոլ Փաշինյանը ասել է դուք միակ մարդն ես, որի հետ ես կշփվեմ, իսկ եթե Հայաստանը Արցախի հետ դադարեցնի իր բոլոր կապերը, ապա թե ֆինանսական առումով, թե ընդհանրապես բոլոր առումներով խնդիրներ կառաջանան, որը ավելի մեծ դժվարություններ կառաջացնեն արցախահայության համար։ Եվ այն պահին, երբ որ արդեն ինքը վերջին անգամ այսպես ասած խոսում էր իր հրաժարականի մասին, շատ ու շատ քաղաքական գործիչներ, քաղաքական ուժեր, նրան 23-ին կներեք 23 թվականի օգոստոսին, նրան հորդորում էին, որ երկիրը չտաներ ցնցումների եւ այս իրավիճակում դե արդեն 9 ամսից ավել բլոկադա, այս իրավիճակում երկիրը մի տար ցնցումների, քանի որ շատ ու շատ խնդիրներ կառաջանան այդ առումով, նա հիմնավորում էր, որ դա իր անձնական մեր համենայն դեպս քաղաքական ուժերի հետ հանդիպման իր անձնական որոշումն է եւ իր գնալով հնարավոր է 1%-անոց շանս կա, որ չլինի պատերազմ, չլինի Ադրբեջան, որովհետեւ այդ օրերին արդեն հիշում եք, որ Ադրբեջանը խոսում էր հակաահաբեկչական գործողություններից եւ այլ եւ այլ։ Եվ այս ամենի մասին մանրամասն կարելի է ասել տեղյակ էր Հայաստանի իշխանությունները։ Եվ այսպես ասենք, Հայաստանի իշխանությունները օժանդակել են Արայիկ Հարությունյանի հրաժարականին, որովհետև նրանք հասկանում էին, որ պետք է վերջում գիտեին ինչ է լինելու եւ վերջում պետք է մեղավորներ նշանակեին, իսկ Արայիկ Հարությունյանի հրաժարականը, ինչպես տեսնում եք, նրանք փաթեթավորում են իբր ճնշումներ է եղել Արայիկ Հարությունյանի վրա եւ այսինքն նրանք այս ամենը ես համոզված եմ, որ նրանք նախապատրաստել էին այս սցենարը, որպեսզի կարողանան Հայաստանում իրենց իշխանությունը պահեն եւ հերթական մեղավորները նշանակեն։ Եվ դա է հենց պատճառը, որ այսօր մեր ռազմաքաղաքական գերիները Հայաստանում չեն այլ Բաքվում, քանի որ այս իշխանության համար ոչ ցանկալի անձիկ են նրանք Հայաստանում։ Ահա, այսինքն կարող էին եւ այստեղ լինել։ Իհարկե, եթե դուք պատկերացրեք Հայաստանը ուզենար այդ մարդիկ հայտնվեին Հայաստանում,
բոլոր գործողությունները կաներ, սկսած Ռուսաստանից, վերջացրած Ադրբեջանի հետ բանակցություններ սկսի անհապաղ եւ շատ մեծ շանսեր կային իրենց այստեղ լինելուն, ուղղակի Հայաստանը եթե չի ցանկանում, որ այդ մարդիկ այստեղ լինեն, Ադրբեջանի համար իհարկե շատ ավելի մեծ ցանկություն է դա տանել Բաքու եւ շոու կազմակերպել միջազգային հանրության համար։ Դուք ասում եք չի ցանկանում, հենց երեք էլի ազգային ժողովի նախագահ, երբ որ հարց տվեցին, բա ինչու պայմանագրում չեք ներառել գերիների խնդիրը, ասաց կխանգարեր, որտեղ պայմանագիր դեռ 2-3 տարի մեկ էլ տեսա չստորագրվեց, մենք առանձին գծով շատ ինտենսիվ զբաղվում ենք այդ հարցով, Փաշինյանն էլ այդ մասին ասել։ Դուք տեսնում եք այդ ինտենսիվությունը։ Եթե լիներ այդ ինտենսիվությունը, ինչպես նրանք են որակում, մենք դա ամենայն դեպս կզգայինք, նրանց ընտանիքները կզգային այդ ամենը եւ այն տարբեր տարաբնույթ միջոցառումները, որ պարբերաբար կատարվում է գերիների վերադարձի համար, երևի թե դրա անհրաժեշտությունը չէր լինի։ Մենք ինչու ենք գերիների մասին տարբեր միջոցառումներ կազմակերպել, տեսնելով, որ օրվա իշխանությունները ինստիտուցիոնալ մակարդակով եւ ընդհանրապես տեսանելի որևէ քայլ չի արվում, եւ դա է հենց պատճառը եղել այդ միջոցառումները կազմակերպելուն։ Իհարկե նման միջոցառումներ շատ ու շատ ավելին է պետք կազմակերպել, որպեսզի ականջալուր լինեն, բայց դա էլ է հնարավորությունների շրջանակում, քանի որ մարդիկ օրվա հացի խնդիր ունեն այսօր արցախցիները լուծելու եւ չեն կարող, ասենք, շաբաթը 2 անգամ նման միջոցառումների մասնակցել։ Հենց շաբաթօրն էլ է միտված հենց դրան, որ շաբաթօրն է կազմակերպվում հանրահավաքը, որպեսզի մարդիկ կարողանան ներկայանալ։ Արձագանքները մեծ են, շատ են զանգում եւ իրականում շաբաթ օրը հենց կապված է դրա հետ, որ մարդիկ իրենց առօրյան կարողանան կազմակերպել եւ ներկայանալ արցախցիների իրավունքի պաշտպանության հանրահավաքին։ Ոնց տեսեք, ասում եք այն ժամանակ չէին ուզում, որ գերին ուզում էին, չէ՞, չէին ուզում, որ հայտնվեն Հայաստանում այդ մարդիկ գերիների մասն խոսքը։ Հիմա էլ այսպես ասենք, իրենց տեսանկյունից, Բաքվի տեսանկյունից Արցախի հարցը լուծվել է, չկա էլ եւ այլն։ Հիմա ինչի պետք չի Երևանին, որ այդ մարդիկ լինեն Հայաստանում։ Ինչով են խանգարելու, այ տրամաբանությունը որն է։ Իրականում Արցախի հարցը լուծված չի։ Դրա մասին իրանց տեսանկյունից, այո։ Եթե իրենք իրականում մտածեին, որ Արցախի հարցը լուծված է, երևի թե այդ գերիներն էլ այնտեղ չէին լինի։ Իրենք շարունակում են իրենց այդ թեզերը, թե նույն ձևի, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական չտար, մենք կլինեինք Արցախում կամ ճնշումներ է եղել։ Եթե Արայիկ Հարությունյանը այստեղ լինի եւ դուք հարց տաք Արայիկ Հարությունյանին, ով է ճնշել ձեզ։ Եթե իրականում ճնշում չի եղել, ինչ պետք է պատասխանի։ Կամ միգուցե եղել է ճնշում հենց Հայաստանի օրվա իշխանությունների կողմից, նա այդպես պետք է պատասխանի։ Եվ իրենց այս բոլոր թեզերը, արդարացումները, մեղավորներ նշանակելը մերկապարանոց կդառնային։ Այսինքն վախենում որ այնտեղ գտնվում ոչ միայն Արայիկ Հարությունյանը, նաև մյուսները բաներ կասեն, այո։ Իհարկե ունեն իրանք էին Ռուբեն Վարդանյանը, որը եղել է պետնախարար եւ հետո Ռուբեն Վարդանյանի գործից ազատումը գիտենք, որ Հայաստանից ճնշումների արդյունքում է այդ ամենը եղել եւ շատ ու շատ մարդիկ այնտեղ գտնվող ունեին այն ինֆորմացիաները, որոնք այս իշխանությունները չեն ցանկանա, որ այստեղ բարձրաձայնվեն եւ դրա համար սրանք մատներին չեն դնում այդ մարդկանց հետ բերելու համար։ Որը կարող է Հայաստանում այլ բան առաջացնել, քան այսօր։ Ճիշտ եմ հասկանում, այդ տիպի ինֆորմացիա ընդհանուր միջև պարոն Գալստյան։ Իհարկե, սրանք բոլոր այս իշխանությունների բոլոր գործողությունները միտված են իրենց իշխանությունը երկարաձգելուն։ Եվ եթե այդ ինֆորմացիան կարող է ինչ որտեղ թուլացնել իրենց իշխանությունը, նրանք հավանաբար չեզոքացրել են այդ ամենը։ Պարոն Գալստյան, եւ մի հարցել էլի այդ օրերից, էլի հիշում եք Սոֆիա գնալ, հետո Սոֆիան դարձավ Եվլախ, միշտ ԿՊ падգամավորները ասում են, այ ուշացեցիք, չգնացիք եւ այլն, մերժեցիք, հետո ստիպված գնացիք Եվլախ ու այսպես պատահեց։ Այդ օրերից ինչ քիչ, այսինքն էական էր այդ պահին այլևս այդ Եվլախ գնալ չգնալ, թե արդեն ամեն ինչ որոշված էր։ Կատորում ինչ որ բան իշխանությունը կարող էր 10 օրում անել վերջին իշխանությունը Արցախի։ Փորձում էին, համենայն դեպս եթե չփորձեին, ապա երևի թե իրենց կմեղադրեին եւ Սոֆիայի առաջարկը Արցախի կողմից չի մերժվել, ինչպես նրանք են ներկայացնում, այլ այնտեղ Ադրբեջանն է վերջի պահին
հրաժարվել, քանի որ մենք բոլորս գիտենք, որ երկկողմ Ադրբեջանի հետ հանդիպումներում որևէ արդյունք չես կարող գրանցել եւ Ադրբեջանը ընդհանուր եռակողմ հայտարարությունը ստորագրելով նա խախտում էր պարբերաբար այդ հայտարարության կետերը եւ պահանջը այնպիսին էր, որ երկկողմ լինի այդ հանդիպումը, որը տեսանք, որ Եվլախում ոչինչ չտվեց։ Նույնը լինելու էր Սոֆիայում եւ Սոֆիայում էլ արցախցիները ինքնաթիռի տոմսերն էին արդեն գնված, որ պետք է մեկնեին Սոֆիա, ուղղակի վերջին պահին Ադրբեջանը հրաժարվեց, քանի որ չէին ուզում երրորդ կողմի ներկայություն։ Եվ Սոֆիայի հանդիպումը այդպես է տապալվել, այլ ոչ թե չի ընդունվել արցախցիների կողմից։ Հերթական մանիպուլյացիան է, որ փորձում են մեր հանրությանը մատուցել որպես իրականություն։ Այսինքն հերթական տարը, որ տեսեք, իրենք հանձնեցին կոպիտ ասած, հանձնեցիք ու եկաք։ Իրենց մեղքով եղավ, մենք իբր թե Հայաստանի իշխանությունները կազմակերպել էին այդ հանդիպումը, բայց արցախցիները հրաժարվեցին, որը իրականության հետ աղերս չունի։ Պարոն Գալստյան, սկսեցինք վերադարձի իրավունքով, ինչի համար հանրավակ առաջարկում, դրանով ավարտենք, իսկ լավ, եթե, այսպես ասեմ, հույսները կտրել եք Հայաստանի իշխանություններից, այս պահի գոնե իշխանություններից, ինչ մեխանիզմներ, ամեն դեպքում կան մեխանիզմներ ձեր դիտարկումներով շրջանցելով Հայաստանի իշխանությունների կամքը կամ ցանկությունը կամ դա բարձրացնել այդ հարցը ու ռեալ դարձնել վերադարձի խնդիրը Ադրբեջանի։ Վառ օրինակն է, գիտեք, Շվեյցարիայում ընդունված բանաձևը։ Արցախի ազգային ժողովի կողմից ստեղծվել է հանձնախումբ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, որոնք լիազորված են հենց Արցախի մեր վերադարձի իրավունքը եւ բարձրաձայնել միջազգային հարթակներում, ճիշտ է, ինքը շատ թույլ օղակ է, եթե ինստիտուցիոնալ մակարդակով չէ, հայ հանձնախմբի անդամները հեղինակավոր անձիկ են, հայ ազգի։ Ինչ ազդակներ իրենցից գալիս, դրսում որ շփվում են, ձեզ ինչ են ինչ-որ բաներ փոխանցում են, ինչ ազդակներ կա աշխարհում իրենց աշխատանքի Բոլորը ողջունում են, որ արցախցիները թեկուզ այս հանձնախմբի միջոցով փորձում են իրենց իրավունքներին տեր կանգնել, բայց միևնույն ժամանակ հստակ արձանագրում են, որ մինչև Հայաստանի իշխանությունները ինստիտուցիոնալ մակարդակով հարցը չբարձրաձայնեն, ապա դա միջազգային օրակարգ չեն կարող մտցնել։ Իսկ մեր այսօրվա պայքարը միտված է Արցախի մեր իրավունքները եւ այդ թվում վերադարձի իրավունքը բերել միջազգային օրակարգ, որտեղ կքննարկվի մնացած այլ հարցերը։ Եվ այո, կան այդ շրջանցող մեխանիզմները, որ մենք կարողանում ենք տակ պահել մեր վերադարձի հարցը եւ հուսանք, ես ավելի շատ համոզված եմ, որ այս իշխանությունների օրերը հաշված են եւ ունենալու ենք ազգային մտածելակերպով իշխանություններ, որոնք բերելու են օրակարգ մտցնեն մեր վերադարձի եւ մնացած իրավունքները։ Վերջում մի հարց, որը կարծում եմ շատ նուրբ է, բայց դուք ազգային ժողովի падգամավոր եք, արցախցիք շփումներ, չէ, ավելի շատ եք շփում։ Այդ հարցը ես տալիս եմ նաեւ իմ շրջապատում գտնվող արցախցիներին երբեմն, մեր թաղամասում ապրող, իմ հետ աշխատող, միշտ տալիս եմ, արդյոք պատրաստ է գոնե մի մասը կամ մեծամասնությունը եւ ինչ պայմաններով։ Ի վերջո կա հոգեբանական խնդիր չէ Ադրբեջանի տարածք եւ այլ վերադառնալ։ Իրենք պատրաստ են եւ ինչ պետք է լինի, որ վերադառնան։ Տեսեք, ես չասեցի, որ գալու է ազգային իշխանություններ եւ մենք վերադառնալու ենք։ Մենք պետք է նախ կարողանանք բերել միջազգային հարթակներում բանակցային որպես հարց դնել մեր վերադարձի իրավունքը եւ արդեն սկսել քննարկել այդ մնացած բոլոր պայմանները, ինչ պայմաններով, ինչ անվտանգային համակարգում, առաջինը, ինչ անվտանգային համակարգում։ Այո, երբ որ չկա բանակցություններ, այսօր խոսել այդ բոլոր հարցերից օդ կրակել է, որը որևէ ձև օգուտ չի տալիս գործին։ Երբ որ կլինեն արդեն կսկսվեն բանակցությունները եւ բանակցություններում օրակարգ կձևավորվի, կքննարկվի այդ բոլոր հարցերը, վերջնական տեսքի կգա երկկողմանի համաձայնության կլինի, պետք է ներկայացնել Արցախի ժողովրդին կամ հայ ազգին ընդհանրապես եւ ժողովուրդը պետք է իր վերջին ձայնը ասի, վերջին խոսքը ասի, այդ պայմանները ընդունելի են արդյոք, թե ոչ։ Եվ քանի չկան այդ ամենը, այսօր խոսել, որ
մենք պետք է միջազգային խաղաղապահների Օրինակ, վերադառնանք, սա որևէ տեղ չի արձանագրվելու։ Չէ, եթե արձանագրվեց եւ այդ խաղաղապահները կոպիտ ասած վստահելի խաղաղապահներ եղան, վստահելի երկրից, դա օրինակ պայման է, չէ, վերադարձի, որովհետեւ այլ անվտանգության մեխանիզմ կարծես թե չկա։ Իհարկե, բայց ամենից կարևորը պետք է առաջի հերթին Հայաստանի իշխանությունները պետական մակարդակով տեր կանգնեն արցախցիների վերադարձի իրավունքին։ Պայմանագրի կետով նաեւ։ Այո, եթե չլինի հայկական այդ երաշխիքը հայաստանյան, ինձ թվում է մնացած բոլոր երաշխիքները շատ ավելի թույլ են լինելու։ Առաջինը պետք է հայը հային թիկունք կանգնի, այլ ոչ թե մտածել, որ մենք Հայաստանը գործ չունի, Արցախ դուք գնացեք միջազգային հարթակներում, միջազգային երաշխիքով փորձեք ձեր գլխի ճարը տեսնել։ Այո, ինչը այսօր ընդհանուր դա չեն թույլատրում։ Այսինքն անգամ Վաշինգտոնի, այսպես ուղիղ ասենք, անգամ Վաշինգտոնի ու Մոսկվայի կամ երկուսը միասինի ուղիղ շփումը Բաքվի հետ ձեր հարցով ձեզ չի տալու այն երաշխիքները, ինչ որ Հայաստանին, ճիշտ եմ հասկանում դες։ Որովհետև նորից եմ ընդհանրապես այս ազգային ազատագրական շարժումը սկսվել է, որ մենք պետք է միավորվենք եւ բոլոր գործողությունները մեր, որը հետագայում մտածեցին, որ պետք է անկախություն լինի, իրավունքները մեր ինքնորոշման իրավունքը առաջ տանել, կճանաչվի միջազգայինորեն, հետո նոր միավորումը կլինի։ Մեր բոլոր այս գործողությունները, ազատագրական շարժումը եղել է հենց Հայաստանի հետ վերամիավորման եւ մենք չպետք է դա մոռանանք եւ եթե Հայաստանը չի ուզում արցախցիների անվտանգության երաշխավոր լինել, չի ուզում վերամիավորվի Արցախ Հայաստանին, ապա մնացածը ուրիշ ոչ մի ազգ ավելի հայ չի լինի, քան հայը։ Ճշտություն ասելը, հիշեցնեմ, որ այդ վերջում նոր ինչ որ ասում եք, Հայաստանի սահմանադրության նախաբանում է գրված Արցախի վերամիավորում եւ այլն, որը գիտենք Ադրբեջանի պահանջով այս իշխանությունները տրվել են այդ պահանջի կատարմանը։ Շատ շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալ։ Հիշեցնեմ, Կիզակետում Արցախի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր Դավիթ Գալստյանն էր, Կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, կհանդիպենք։